Յուքոմ ընկերությունը Հայաստանում արդեն ունի 94.5% ռադիոծածկույթ, ապահովելով 5G ցանց 600-ից ավելի բնակավայրերում, սահմանային անցակետերում եւ որոշ մայրուղիներում։ Ընկերությունն ամփոփում է 2025 թվականի ընթացքում իրականացրած գործունեությունն ու ձեռքբերումները։ Հետաքրքիր տարի էր, դժվար տարի էր, մարտահրավերային տարի էր, բայց մենք կարողացանք, այսպես ասած, բադվով դուրս գալ, որտեղ այս տարվա ընթացքում մենք կարողացանք իրականացնել շատ բաներ, ի շնորհիվ ռազմավարական համագործակցության ձեռքբերումը, որ ունեցավ աշխարհի մեծ մատակարար գործընկերների հետ, իդեմս Nokia-ն։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը կարևորում է շարժական կապերի ցանցերի մատակարար Nokia-ի, նոր որակի ծառայություններ առաջարկող միջազգային առաջատար Mediakind-ի, մասնագիտացված մատակարար IPTV եւ անգլիական Cellion-ի հետ համագործակցությունը։ Այս ընկերությունները Հայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն ստանդարտները։ Ինչպես նշում է Երիկյանը, այս մատակարարների հետ աշխատելով Յուքոմը կկարողանա սահուն կերպով իրականացնել թվային փոխակերպումը, որն արդեն սկսված է։ Կատարողականի առումով մեր գործառնական շահույթն ալ բավականին լավ կատարողական դիրքում է։ Մենք վերջերս մեր ոլորտը հրապարակեց երրորդ երամսյայի տվյալները եւ եթե մենք վերցնենք երրորդ երամսյայի տվյալները եւ համեմատենք տարին տարվա վրա, այնտեղ ալ բավականին մենք գրանցել ենք բավականին լավ աճեր։ Մենք գործառնական շահույթով կարողացել ենք ցույց տալ, որ տարի տարվա վրա աճելա պլյուս 700 կամ 700 պլյուս միլիոն դրամով, որը մոտավորապես 5.4% է տարի տարվա վրա։ Այս հաջողություններն ու ձեռքբերումները անուղղակիորեն խթանում են երկրի տնտեսական աճը եւ բարձրացնում հեռահաղորդակցության մակարդակն աշխարհի քարտեզի վրա։ 2025 թվականին Յուքոմը ստացել է ISO ստանդարտի միջազգային հավաստագրեր, ինչպես նաև իրականացրել է բազմաթիվ ծրագրեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններով, իսկ հաջորդ տարի ընկերությունն արդեն խոստանում է նոր նախագծեր։ Եկող տարվա ընթացքում մենք ունենալու ենք նոր զանգի կենտրոնի հարթակ եւ այդ հարթակն ալ ունենալու է մեջը վերլուծական գործիքակազմ, որը աշխատում է եւս արհեստական բանականությամբ, այսինքն մենք ոչ թե խոսում ենք տվային փոխակերպում, մենք իրականացնում ենք տվային փոխակերպումը, հարթակները սկսում են կամաց փոխել, որը գործի նոր տեխնոլոգիայով, նոր տեխնոլոգիական մտածելակերպով, բայց ամենակարևորը դա մենք ենք աշխատացնելու։ Ոչ թե արհեստական բանականությունը աշխատացնելու է մեզ ու ինքը որոշե մեր ճակատագիրը, մենք ենք աշխատացնելու, մենք ենք ասելու, թե այսպես պիտի աշխատես արհեստական բանականություն կամ այդպես, որի շնորհիվ մենք կկարողանանք ավելի մատչելի ու ավելի հետաքրքիր ծառայություններ առաջարկել մեր սիրելի բաժանորդներին։ Երիկյանի խոսքով Յուքոմն այնպես կանի, որպեսզի արհեստական բանականությունը տրամադրի համապատասխան արդյունքներ բաժանորդներին ավելի մատչելի ու հետաքրքիր ծառայություններ առաջարկելու համար։